շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին։ Մեր Արմավիր քաղաքին էլ մարդկանց տեղեկացնելու համար, որպեսզի կարողանան մարդիկ կրթվել, զարգանալ, գիտելիքներ ունենալ։ Արմավիրում Գրիգորին շատերն են ճանաչել, եթե ոչ մոտիկից, ապա գոնե եկեղեցու բակով անցնելիս բարևել են ամեն ծառուճ ու խնամող երիտասարդին։ Գրիգորը նաև եկեղեցու սպասավոր էր, լավ ձայն ուներ, մասնակցում էր պատարագներին և ժամերգություններին, իսկ ասմունքողի և դերասանի շնորհը գրադարանում էր բացահայտվել։ Ինքը ասմունքում էր մեր սիրելի Կարինե Թոփալյանի մոտ, գրադարանում էր, սկզբից ուրեմն տվեցինք իրեն որպես ինքը սովորեր ասմունքի եւ դրանից հետո արդեն իր մոտ ոնց որ գնալով զարգացավ, ինքը սիրում էր շատ ասմունքել, շատ լավ էր խաղում Թումանյանի Չախչախ թագավորը, այդտեղ ոգևորված տուն եկավ, մամ ասեց, ընկեր Կարինեն ասել է, որ պետք է թագավորի դերը դու տանես, որ ամբողջ կեցվածքով դու լրիվ չաղլիկ, թմբլիկ ինքդ իրոք թագավոր ես։ Ասեց հիմա պատրաստում եմ թագը, այդ ամեն ինչը լրիվ ինքը սկսեց պատրաստել, դե ինչ էլ որ անում էր, պարզա մաման իրա կողքին էր։ Գործն է անմահ, լավ իմացեք, Թումանյանի տողերը Գրիգորի մոր, թագուհու ուղեկիցն են դարձել որդու մահից հետո։ Ամեն մի ծառ այստեղ տղային է հիշեցնում։ Այս դեղին ծառները, սրանք որ կան, ինքն էլ մամ դնենք դիմացը, ասի բալան, միասին ենք դրել ու այդպես ուզորները տալով։ Իրոք շատ խորհրդանիշ է։ Այս դիմացի ծաղիկները, որ գարնանը էսա, որ արդեն սկսեց ծաղկելը, տարածքը գեղեցկացում է շատ։ Կարող էր նույնիսկ մինչև ժամը 11-ը մնար այստեղ ծաղիկները ջրե, որ չթարամեր, մամ շոկ ա լինում, ծաղիկները չթարամեն, չչորանան։ Կանաչապատման աշխատանքները ընտանիքով են կարել, պատկերացեք, այս ամբողջ տարածքը հող ա եղել, այստեղ ծառեր, ծաղիկներ, ոչ մի բան չի եղել։ 10 տարի, դա քիչ չէ։ 10 տարի մենք ընտանիքով այս ամբողջ տարածքի ծաղիկները, ծառերը որ կան, 10 տարվա արդյունք է։ Ասե ամեն թուփ, ամեն ծառ, ամեն ծաղիկ, ամեն քար հիշեցնում է իրան։ Մանավանդ որ եկեղեցին հենց մտնում ենք պիտի պատարակ լինի, ամեն անկյունից նայում ենք, որ ինքը դուրս գա։ Գրիգորը շատ ազնիվ, շատ խելացի, շատ նվիրված անձնավորություն է։ Իր բացակայությունը շատ երևում է մեր եկեղեցում։ Ամեն րոպե մենք որ մտնում ենք, գիտենք Գրիգորի շունչը կա այդտեղ։ Ինչ ասեմ, ինքը շատ բարի էր։ Գրիգորին ճանաչում եմ մեր այս հիմիկվա եկեղեցուն, Գրիգոր Նարեկացու եկեղեցուց առաջ։ Այն ժամանակ փոքր էր, Սուրբ Սարգիս եկեղեցին էր, երիտասարդաց միություն էր հավաքվել ու շատ մտերմացանք, հետո որ եկեղեցին ընդարձակվեց, մեծացավ անունը, փոխվեց, ավելի շատ այդ երիտասարդաց խմբերը ու Գրիգորն էլ որ խորան բարձրացավ, արդեն ուրիշ էր, հրաշք էր։ Իր պատրաստվածությունը, իր մեզանից ինչքան տարիքով փոքր էր, իր խորհուրդները, այնց հաստատ ասում էր, որ էլ ներում բեկում չկա, փոխել չկա այդ խոսքը։ Գրիգորն ասե, ուրեմն ճիշտ է։ Կամ որ ասենք, ինչ հարցներ, թե անձնական, թե Գրիգոր, այսօր ժամերգություն կլինի, գանք, Գրիգոր, աման չմեն քահանային ասենք, դուք հարցնեք, հարց չկա, հարազատ ջան, հեսա։ Հարցնում էր ու հետ զանգում պատասխանում էր։ Մի հրաշք անձնավորություն։ Բառերով չի կարելի նկարագրել Գրիգորին իր այդ մտերմությունը բոլորից։ Թումանյան անգիր առած երիտասարդը հասուն մտքեր եւ գաղափարներ ուներ։ Կարողանում էր զգալ կերպարը եւ լավ խաղալ դերը։ Վիճա, այդ երեխին ծառը ես տալու։ Հրամանք քեզ ախա։ Վերիս դու, ես կբռնեմ։ 5 տարի դեռ փող չեմ տա։ Թե դրուստը կուզիս, դեռ դու պետք է տաս, որ քո որդին բան է սովորելու։ Ախր իսկի բան չգիտե։ Որտեղից գիտենա Խազեին ջան, որ գիտենալ էլ ուր կբերել։ Ես էլ բերել եմ, որ բան սովորի։ Կսովորի, ամեն բան կսովորի, այնպես սովորի, որ ձեր կողմերից են Նիկոլն ինչ է, որ իրեն համար դուքյան ունի բացարան, նա էլ ինձ մոտ է մարդ դարել, ամավերջում մի ջուղ չայի կտա ու մի քանի բան գողացար։ Չէ, Խազեին ջան, դա գողանալ չի, որ այդպես բան անի է, գքամ կռինցը կբռնեմ են, քուրը կգցեմ, որ ձերքը հավանի մարդ կտա։ Ինքը մտնում էր դերի մեջ, մի պահ այնպես ստացվեց, որ իր ոգևորված այդ ասմունքի ժամանակ մոտեցել էր հայաբեմից ընկներ ներքևի ձայն են տալի։
Հանգիստ ախպեր կամանց կանգնես, այդ աստիճանի ինքը ոգևորությամբ էր խաղում, շատ սիրով էր խաղում, իր ամեն մի դեր, ամեն մի խոսքը երբ ասմունքում էր։ Արմավիրի մշակույթի տան բեմում տեղի ունեցող միջոցառումների ակտիվ մասնակիցն ու լավագույն ասմունքողն էր Թագոհու որդին։ Մայրը հպարտանում էր նրա ամեն մի դերով։ Շատերի համար էլ Գրիգորը անփոխարինելի համար 1 ձմեռ պապ էր։ Շտապ օգնության հասեք Մարքիզ Կարամասին։ Ձերդ գերազանցություն, Մարքիզի հագուստը գողացել եւ նա լավանալից է։ Երեք իմ ամենալավ հագուստներից մեկը։ Երբ ինքը ձմեռ պապի էր, այդ ձմռան ցրտին դրսում արդեն ասում մամ մարդ չկար։ Ես մենակ էի ու տեսնում եմ փողոցով արդեն երեկոյան ժամը, որ ուզում եմ գամ տուն։ Նայում եմ, որ մի տաքսի վերցնեմ, որ գամ, նայում եմ, տեսնում եմ, որ մի ընտանիք են գալի, երիտասարդ ընտանիք, իրենց երեխայի հետ, ասում է հայրն ասեց, տես բալես, ձմեռ պապիկն է։ Արդեն էսա ձմեռը վերջանում է, ձմեռ պապիկը գնալու է Լապլանդիա, էլ չի գալու, չենք տեսնու։ Ասում այդ երեխան մամ ասում, բայց ես ճիշտ ասած կանգնեց արդեն դողցնում էի, մրսում էի։ Այդ երեխան սենց արագի մեջ եկավ ու փաթաթեց ոտքիս։ Վայ ձմեռ պապիկ ջան, դուք մի գնացեք, ասում մամ, ինչ մրսել, այդ մրսել ասում մի անգամից ոնց որ այդ երեխան ինձ սենց էներգիա հաղորդել, ես սենց ջերմացա, տաքացա, ինքը սիրում էր։ Ամեն սենց երեխաներին չգիտեմ ինչ ձևի, որ գալիս էր դեկտեմբեր ամիսը, արդեն պատրաստվում էր, ասում եմ մամ, ես այս գումարները հավաքում եմ, ապելեն մի ասա, ասենք շատ անգամ որ ասում այ բախբեր, դու գումարները քո աշխատավարձը ստանում ես, մեզանից էլ ես ուզում, այդ այնց հավաքում է, ասում է Գրիգ ջան, դու ոչինչ, մաման բան չի ասում եմ մամ, այնքան եմ քեզ սիրում, որ դու ինձ հասկանում ես, նույնիսկ իմ գումարից էլ, այդպես կհավաքեին, կգնար Երևան, գնումները կկատարեր, որ երեխաների համար ինքը ամեն ինչ խաղալիքներ կլներ, ինչ որ նվերներ կներ առանձին, լույսեր, sense տարբեր, որ կարողանար արդեն ինքը պատրաստի ունենար իր ձեռքի տակ, որ պետքա երեխաների նվերներ տար։ Ասում եմ մամ, մի օր մտնում եմ մի տուն, ասենք տղաներ են, էլի տղամարդիկ են հավաքված, ասում եմ իրանք էլ գինով ծածեն, սրանք ասում են ինձ տեսնում են, ասում են ախպեր ասում է, ես չեմ հասկանում, իսկական ձմեռ պապի է, բայ մենք երեխեքից շատ ուրախացանք, ասում է, ես իրոք ինքը լրիվ ձմեռ պապի է, ասում է, մենք հավատացինք քեզ, ապեր դու ով ես, ուսել են, այդպես խոսել է։ Ձմեռ պապի, հա, թորնիկներիս համար եկավ ինքը դաժե սպասում էր, որ այնքան իր մեջ այնքան մարդկային հատկանիշներ կար, որ ես իրան չէի ասել, որ այլ թորնիկներիս մի հատ ինքը սպասում է, որ ես գոնե մի փոքր մի բան ասեմ իրան, որ գոնե ինքը գա, էլ ինքնուրույն չգա։ Եկել որ եկա, ասեցի բանը Գրիգոր ջան, մի բան եմ ուզում ասեմ, ասեց ասա, ասի ուզում եմ մի հատ գաս երեխեքին ուրախացնես տունը, արդեն ինքը ուրախության չափ չկար, խնդիր չկա, հարազատ ջան, հեսա իրիկունը ես ինչ ժամի ձեր տունն եմ, իրիկունը այդ ժամին եկավ, միջև հիմա այդ կադրերը բան, սա մոդներս կա։ Ձմեռ պապի այդ հագուստը, որ հագնում էր այդ երեխեքին, այդ ոնց էր ուրախացնում։ Արդեն գիտեինք, որ իր հետ էլ չպայմանավորվենք, որ Գրիգոր գիտես դպրոցում ես քո փոխարեն ասել եմ, որ դու հարց չկա հարազատս, դու խնդրեմ չունես։ Ու մեկ է տնում ենք մենակ որպես ձմեռ պապի, բայց տաքսիով գալիս է ձյունանուշիկի հետ, երեխեք հելեք տեսեք Գրիգոր նայեք, ձմեռ պապի նայեք, շատ հրաշք, շատ, նույնիսկ այնքան լավ էր խաղում, որ այդ մեր մանկավարժներն գիտենք իսկականից ձմեռ պապի է եկել, իր հետ նկարվում ենք, էս Քրիստոնեական հավատքով է մայրը հաղթահարում որդու կորստի ցավը։ Ամեն օր աղոթում է նրա համար եւ Գրիգորին ճանաչողների խոսքերով մխիթարվում։ Նա վառ հիշողություններ է թողել շատերի սրտերում։ Ոնց էս եկեղեցին քարի վեր են դրվել է, ինքը ըստ ներկայ այլ է։ Մեր հետ հավասար։ Թե ուխտագնացության են գնացել, թե եկեղեցին վերանորոգման ժամանակ մենք ինչ որ արել ենք, մաքրություննա, գործա, էսա այնա, ինքը մեր հետ հավասար այլ է։ Ինքը որտեղ գնացել է, մեզի խորհուրդ ա տվել, սենց արեք, նենց արեք, մենք լսել ենք ակտիվ ենք եղել իր հետ։ Մանավանդ որ իր աղոթքները, մենք գնում ենք ուխտագնացություն, նենց աղոթքեր ասում, ասում Տեր հայր է ինքը, ոչ թե ասենք դպիրը, հա, Տեր հայրի նման ասենց ամեն ինչը շարադրում էր մեր համար։ Պատկերացրեք, երբ գնացել ենք Ռուսաստանի Դաշնությունում ենք 2 տարի,
Այնտեղից վերադարձել էր հավատացյալները բոլորը փաթաթվել էին, գրկախառնել են Գրիգոր ջան, ոնց են քեզ կարոտել, դու մեր եկեղեցուց էլ չգնաս։ Ինքը ում հետ որ խոսեր, ինքը այդպես էր դիմում, հարազատս, ասա ինչով կարող եմ օգնել։ Պատրաստ էր, այս ձևի մարդ էր։ Գրիգոր լուսավորիչ կա, Գրիգոր աստվածաբան կա, Գրիգոր սքանչելագործ կա։ Այդ սա Գրիգորի տոներին կա։ Գրիգոր ջան, տոնը շնորհավոր։ Հա հարազատը, շնորհակալ եմ։ Հա հարազատը, շնորհակալ եմ։ Գրիգորի վերջին դերը Վիկտոր Հյուգոյի բանտարկյալն էր։ Կա դեր, որ տանում է ազգային գործիչը, շատ էլի պատասխանատու դեր էր, ինքը այդտեղ էլ շատ լավ է խաղում։ Ինչով են պակաս ուրիշների։ 30 տարիցանից առաջ հապաղով ու չմուշներով եկել եմ այս քաղաք, անտեր, անպաշտպան, իմ խելքով ու շնորհքով միլիոններ եմ աշխատել, ամառատներ շինել, անքեր, գործարաններ, կանտրոններ, ինժեներներ, հազարավոր բանվորներ եմ կառավարել, հիմա քո ազգի գործն ինչ է, որ ես իմ աստվածատուն խելքով չկարողանամ կառավարել։ Գրքասեր եւ շնորհալի Թումանյանի եւ հայտնի հայ գրողների սիրահարը թերևս բեմական մեծ ապագա կունենար, եթե կյանքի հանգամանքները այլ կերպ դասավորվեին։ Իր խաղերը տեսան, իր դերերը, իր այդ ամեն ինչը հրավիրեցին, ասես մամ, ինձ բանը հրավիրում են, ինչ կասես, ասեցի տղես, դու գիտես, եթե դերասանական արվեստը գնացի դերասանի ճանապարհը, ուրեմն էլ եկեղեցում դժվար կլինի, անդա չես կարող գալ։ Մամ ասեց, ես էլ եմ այդ մտածում, որ ինձ ավելի լավ է եկեղեցում ես մնամ, այստեղ աշխատեմ, այստեղ ծառայեմ, ավելի ճիշտ, ծառա լինեմ, Աստծո տանը ծառա, որովհետև իր սերը այնքան մեծ էր Աստծո հանդեպ, շատ մեծ էր։ Նա ընկերասեր էր, հայրենասեր էր, մարդասեր, սիրում էր ծնողներին, մեծարել գիտել իր ծնողներին, ամեն անգամ երբ խոսում էր մամ, իմ սուրբ մամա, իմ սիրուն մամա, իր խոսքերը միշտ sense ջերմ ձևով։ Անվերջ կարող եմ հիշել իր կյանքի ամեն դրվագը։ Գրիգորի մոր սրտին է կպել որդու ընթերցմամբ, թե աշխարհում փակ դռներ կան, Մայր Հայաստան, ինձ հյուր կգաք, երբ կամենաք, Շիրազի ով խաբված ջրեր ուրեք շտապում եւ Համոսահայանի ինձ բացակայ չդնեք տողերը։ Այդպես էլ կա։ Բարու ու չարի անվերջ պայքարում Գրիգորը կմնա որպես բարության վառ օրինակ։